Չէ, սպանվողս տեղի չէ։ Իսկ ես ընթացքում աղմուկ կամ երեկոյան լսել եք այդ գրեվը ինչից այդ ժամանակ եմ լսել աղմուկը, սպան։ Նորմալ տղա է։ Չէ, նորմալ շատ լավ աշխատող տղա է, խելոք աշխատող տղա է, ասենք իմ կարծիքով անտերի խփած չի եղել, էլի։ Պատճառ կունենա հաստատ։ Իսկ որտեղ էր աշխատում։ Իր ավտոյով առաքիչ էր, նորմալ այդպես իր գործն է անում, ընտանիք ուներ, կին երեխա ուներ։ Հիմա երրորդ հարկում իր ընտանիքն ապրում։ Չէ, չկան հիմա, տունը չեմ, տան մեջն է սպանել, տան մեջը սպանել, տենց բոլորն են կարողները կտենակ էլի, ասենք սա, երրորդ հարկից մինչև մահացել 23 տարեկան տղա։ Տան մեջ սպանել է ու իջացրել է ներքև։ Դե տան մեջ խփել է, տենց աղբոր հետ է եղել մեղրով, տենց մինչև տենց կրկաշիշել է, դե մահացել էր, հենա դրան հետ էր մահացել էր, չէր դիմացել։ Իսկ իրենք վաղուց են այստեղ ապրում։ Հա, ես իշխան ապրում եմ, այստեղ ապրում եմ։ Նորմալ ընտանիք են, չէ՞, կին երեխան է, ասենք, անտերի կարծիքով վարակ չի լինի։ Ըստ ասենք, մահացողն էր մեղքել, 23 տարեկան էր, հետևված։ Իսկ ինչ որ ասում են, եկել էր ինչ որ աղջիկա հետևից, տենց լրատվամիջոցներում վարկածներ էր, հնարավոր համարում եք, որ այդ հողի վրա էր։ Չէ։ Հնարավոր է փողի վրա լինի իմ կարծիքով։ Ես տենց եմ կարծում, չգիտեմ մնացածները ում ինչ ասես լսել եմ տարբեր բաներ, բայց չգիտեմ հա տարբեր վարկածներ կա։ Դե որ նրան գտնեն ավելի ճիշտ կիմանաք էլի պատճառը։ Ես չգիտեմ, բալես։ Արևան։ Տեսնելը չեմ տեսնել, աղմուկը լսեցինք, որ դպդպոց եկավ, հետո ասենք եսից ձայնա, ասես դուռը բացել եմ, ամբողջ տեղ արյուններ։ Ես չգիտեմ, մենք սկի չիմացանք, ովքեր էին, ինչ էին, մենք չիմացանք։ Բայց սպանողը ոնց որ թե ձեր վերևին Անգամ չգիտեմ էլ, որ ով է խփել։ Գիտենք, որ վերևը ով է ապրում, բայց մենք չիմացանք ով է խփել, ես դուրս էլ չեմ եկել։ Չգիտեք վարկած ինչի համար։ Չէ, մենք մենակ այդ որ հետ այդ տղայի հետ էր խոսում։ Ինքն էր մենակ այդ մահացողի անունն էր տալիս։ Իսկ մենք չգիտենք որ մահացել էր։ Ոչի բանից տեղյակ չեմ։ Գիշերվա 12-ներ պարկում էինք արդեն այդ աղմուկից ուղղակի դե բնական ու մեր դուռը դե չի արա սկորի կանչեք։ Այդ բանով եք ասենք մենք ասենք երբ մեր հարևոտից անծանոթ մարդ է, բայց որ արյունը տեսանք արդեն տղես եկավ զանգելա սկորի միլիցիա ու եկել են արդեն այդ ովքեր որ ստեղ էին չէ իրական զանոթ մարդիկ էին։ Ես ասեմ ով ես դու տղա ջան ում տնից ես իջել։ Ինք անգամ չգիտեր որ շենքում էր։ Ասում էի որն է։ Ասում եք Աբելյան 3 արդեն տղա զանգել էր սկորի։ Զանգ եկել ասում եմ որ զանգել ենք։ Ու մենք երեկվանի շոկի մեջ ենք մենք։ Չգիտենք ովքեր էին, ում տունն էին, ինչի էին մտել, ոչ մի բանից տեղյակ չեմ, Մաշ ջան։ Այդ որ բաներ դա կրկնում էր։ Եկել իր ասիրած աղջկա մոտ։ Մենք էդ էինք լսում անընդհատ։ Այդ տղան, որ հետն էր, դա մենակ էդ էր կրկնում, ուրիշ ոչ մի բան։ Անգամ միլիցիաները բանը որ եկան դա էր ասում։ Եկել իր ասիրած աղջկա տուն։ Երևի շփոթել էին, որտեղ խմած էր այդ տղան, այն մահացածը դե չգիտեմ արդեն, իսկ էդի որ ստեղ էր անդադ հոտը փչում էր, որ դուռը բացեցի, տղես եկա մամա հələ հետ գնա բան, արդեն էլ բնականը ով կթողներ իրա մեկ առաջներ, ինձ էլ շատ ասեմ, ես չիմացա, որ իմանայի դեռ մարդկար առաջ չէի գնա։ Մենակ այդ տղեն էդ էր խոսում։ Դե արդեն միլիցիաները կաց էր շենքում տենց աղջիկ մանք։ Ինձ էլ աթվում շփոթել էին, որտեղ մենք արդեն գիտենք ով է, էլ անգամ վարձովներին էլ գիտենք, որ նման տիպի աղջիկ չկար, որ ասենք ինչ որ մտածենք եկել է ինչ որ լավ այդ բանի մոտ էլի, դա էդ էր կրկնում։ Հիմա թե շփոթել էին, իրոք խմած են եղել, ինչ